Մենք դարձյալ վերադարձանք տաղավար հարգելի հեռուստադիտող, ինչպես տեսնում եք մեր ուրախ տրամադրությունից ոչինչ չի պակասել, անգամ ավելին պատրաստ ենք նաև այդ ուրախ տրամադրությունը ձեզ փոխանցել մեր այստեղ գտնվող հյուրի հետ միասին։ Տաղավարում զրուցելու ենք Էպիգեյի հիմնադիր եւ արտ-տնօրեն Սոնա Ասատրյանի հետ։ Եվ խոսելու ենք բարի առավոտ, խոսելու ենք միասին մեր հյուրի հետ իրենց ոսկյա զարդերի արտադրությունից, որոնք որ ես հենց հիմա տեսնում եմ, շատ փայլուն են ու շատ գեղեցիկ են իդեպ Սոնա։ Ողջունում եմ ձեզ եւ շատ ուրախ եմ ձեզ տեսնել մեր տաղավարում։ Քանի որ Կիրակի առավոտ է, մի քիչ պատմեք, մինչև տաղավար հասնելը վստահաբար ինչ որ բանով զբաղվել եք, ինչ եք արել եւ հետո նոր ոնց եք հայտնվել մեր տաղավարում մեզ մոտ։ Շատ լավ, Կիրակի առավոտը ինձ մոտ նույնպես աշխատանքային է սկսել, քանի որ բոլոր հյուրերի մոտ Սոնա ջան, այսպես բոլորը աշխատում են, այո, ինչ որ այսօր ընտրված հյուրեր են Կիրակի օրերը աշխատող։ Քանի որ պատրաստվում ենք մեր երկրորդ հավաքածուի ցուցադրությանը, Կիրակի օրն էլ աշխատաշատ էր այդ գործունեությամբ եւ նաև որպես ինֆորմացիա տեղեկացնեմ, որ մայիսի 24-ին տեղի կունենա մեր երկրորդ հավաքածուի ցուցադրությունը։ Եվ Կիրակի առավոտները նաև Կիրակի առավոտները աշխատանքային են լինում։ Խոսենք այդ ցուցադրությունից, Էպիգեն հայկական արտադրության ոսկե զարդերի ապրանքանիշ է, որը որ տարիների պատմություն ունի, բայց այնուամենայնիվ 2 տարի առաջ է ստեղծվել։ Մի փոքր այսպես հիմքից գանք, ինչպես ստեղծվեց Էպիգեն եւ դուք որպես այդ ապրանքանիշի հիմնադիր ինչ դեր ունեցաք ու ինչ մտքեր ունեցաք Էպիգեն ստեղծելիս։ Էպիգեյի ստեղծման գաղափարն ինձ մոտ առաջացավ մի մտքից, երբ հասկացա, որ հայկական ոսկյա զարդերի շուկան ողողված է թուրքական արտադրությամբ զարդերով եւ ինձ համար կարևոր էր ստեղծել մի ապրանքանիշ, որը հասանելի կլինի, ստեղծագործ կլինի եւ նաեւ հնարավորություն կտա ստեղծելու անհատական զարդեր։ Միտքը հիմնական դա էր։ Եվ 2023 թվականին առաջին հավաքածուն ցուցադրեցինք։ Ցուցադրությունը ներառում էր ադամանդյա եւ թանկարժեք բնական քարերի համադրությամբ ստեղծված մինիմալիստական, համեստ, բայց միևնույն ժամանակ շքեղ զարդեր եւ ցուցադրությունից հետո ոչ միայն Էպիգեյի մասին խոսեց հայկական շուկան, այլ նաեւ իսպանական մեդիան տպագրեց հոդված մեր զարդերի մասին եւ դրանից հետո Ֆրանսիայի Նից քաղաքում սկսեցին ցուցադրվել մեր զարդերը եւ վերջերս առաջարկ ենք ստացել Բերլինից եւ ինձ համար շատ զարմանալի էր, որ հայկական որևէ արմատներ չունեցող ապրանքանիշ առաջարկեց համագործակցություն իրենց հետ։ Մտածում ենք այդ ուղղությամբ, ինձ համար շատ կարևոր բաղադրիչ էր սա, քանի որ հայերը միշտ են փայլել ոսկեգործության ոլորտում, այո, արմատներում եւ շատ կուզենայի նշել, որ օրինակ հիմա երբ թրենդային է սիմվոլիկա պարունակող ինչ-որ զարդերը, մենք դա հայկական ոսկերչագործության մեջ օգտագործել ենք դեռ ուրարտական դարաշրջանից, 8-րդ, 9-րդ դարաշրջանից։ Ոսկյա զարդերով հայերը միշտ են հետաքրքրված եղել եւ հիմա 21-րդ դարում դա յուրովի ներկայացնել իսկապես մի առանձին արվեստ է, որին Էպիգեն տիրապետում է, անվան հետ կապված մի քիչ ճակերտները բացեք, ինչ որ հունական այսպես արմատներ ունի, մենք փոքր առաջ հունական համայնքից էինք խոսում եւ հիմա ես կարծում եմ հունական ինչ որ անվանում է։ Տեսեք, չէ, շատ դեպքերում բառը ասոցացնում են էպիկական կամ օտարերկրյա ինչ-որ բառի հետ, բայց սա նույնպես հայկական է։ Արամետ թագավորի կնոջ անունն է Էպիգե եւ ես շատ հուսով եմ, որ որպես նաեւ կնոջ անուն սա շատ լայն տարածում կունենա, որովհետեւ շատ գեղեցիկ է։ Շատ հետաքրքիր է։ Իսկապես այսպես արտաբերելիս թվում է թե օտարաբանություն է, ինչ-որ օտար բառ, բայց փաստորեն մեր թագավորներից հայկական անվանում եւ կարող ենք ինչու ոչ օգտագործել։ Գործնականում իրագործեցիք 2-3 տարի 2023 թվականին, ինչ հիմնական նպատակներ եք ձեր առաջ դրել, ոնց հասկացա առաջինը դա հայկական արտադրությունը առաջ տանելն էր եւ արդեն 2 տարի անց խոսում եք միջազգային այսպես հիանալի համագործակցությունների մասին եւ շուտով նաեւ Բերլինում կունենաք համագործակցություն, ոնց հասկացա։ Միտումը միայն սա է հայկական արտադրությանը զարկ տալ նորովի եւ օրինակ երկրորդ հավաքածուն գաղափարապես մի քիչ փոփոխվել է, այսինքն եթե առաջինում ես ներկայացրել էի միայն մինիմալիստական զարդեր, երկրորդում գաղափարը սա է, որ նեղուցի վանքի
10-րդ դարի զարդանախշը ես բերել եւ մեկտեղել եմ 21-րդ դարի նորաձևության հետ, ստանալով մի նոր շունչ եւ ինձ համար կարեւորագույն է ստեղծել նորը դրա հիմքում ունենալով մեր արմատները։ Այո, այսինքն դուք Սոնա ուսումնասիրում եք նաև զարդանախշերի պատմությունը, այդ ամեն ինչը նորովի ներկայացնելու համար։ Այո։ Եվ ինչ նյութեր եք օգտագործում դրա համար, վստահաբար ինչ-որ այսպես թերթում եք շատ բաներ եւ ունենք արդյոք այդ մասին հարուստ պատմություն։ Հարուստ պատմություն չունեմ, չէ, այս գաղափարը դեռ նոր է ծագել երկրորդ հավաքածուի հետ միասին, այսինքն 1 տարի է։ Եվ հիմքը հայկական ճարտարապետությունն է եւ ուզում եմ ցույց տալ այս հավաքածուով, որ հայկական միտքը ոչ միայն կարող է լինել թրենդային եւ կարճաժամկետ, այլ կարող է այնպիսի ստեղծագործ միտք լինել, որ կիրառելի լինի դարերի ընթացքում։ Իսկ ոսկին պահում են դարերով եւ այս դեպքում այո, նաեւ գաղտնիքը հենց ոսկու այդ մետաղի մեջ է։ Ձեր առաջին ցուցադրությունը ես կարծում եմ այն ցուցադրություններից է, որ կհիշեք հաստատ, որովհետեւ երբ նոր ես քայլերն անում, առաջին ձեռք բերածը միշտ հիշվող է, մի փոքր պատմեք դրա մասին, դա երբ տեղի ունեցավ եւ այդ ընթացքում ինչ փոփոխությունների ենթարկվեցիք։ Առաջին ցուցադրությունը տեղի ունեցավ 2023-ի փետրվարին, եթե համեմատեմ երկրորդ հավաքածուի ստեղծման հետ, առաջինը շատ դժվար էր, որովհետև ես սկսել եմ էսքիզավորում անելուց, բայց դա ընդհանրապես կապ չուներ իմ մասնագիտության հետ։ Եկանք մոտեցանք այն հարցին, որը ուզում էի տալ, եւ ոնց ստացվեց, որ լինելով կառավարիչ, լրիվ ուրիշ այլ մասնագիտացում ունենալով, այսպես նորաձևության, ինչ որ չափով արտ դիզայնի մեջ խորանալով ստեղծվեցին Էպիգեի զարդերը։ Երբ գաղափարը եկավ, այդ պատերազմական ժամանակաշրջաններն էին, եւ ես աշխատում էի Բրյուսելի պետական համալսարանում, դասախոսում էի կառավարում եւ հանրային կառավարում, եւ ես հասկացա, որ ներսի ստեղծագործ միտքը եւ կառավարչի գիտելիքները պետք է մեկտեղել եւ ունենալ հայկական արտադրանք։ Անտիկ, այո, շատ հետաքրքիր կոմբո է կարծում եմ ստացվել։ Որպես կառավարիչ գիտելիքները իհարկե նպաստում են ինձ բիզնեսում կայանալու համար, որովհետեւ ապրանքանիշը նաեւ հաղորդակցվում է, կոմունիկացվում է տարբեր այսպես ոլորտների հետ ու կառավարչի հմտությունները միանշանակ շատ կարեւոր են։ Այն ոսկե զարդը, որը մենք հիմա տեսնում ենք, բնականաբար երկար ճանապարհ անցնում է, հա, այդ մետաղը մինչև դառնում է ոսկի եւ այդ տեսքն է ձեռք բերում, երկար ժամանակ իրենից ենթադրում, անավանդ եթե գործ ունենք հենց ոսկու հետ, որը որ ազնիվ մետաղ է, մի փոքր հենց այդ ճանապարհի մասին պատմեք, ինչ փուլերով է անցնում ոսկին այդպիսի տեսք ստանալու համար։ Ճանապարհը միանշանակ սկսում ենք մտքից։ Այս զարդերը նոր հավաքածուից են, նեղուցի վանքից ոգեշնչված զարդեր են, դետալները վերցնում եմ եւ էսքիզավորման ընթացքում ստանում հետաքրքիր յուրօրինակ ինչ-որ զարդեր եւ կարծում եմ եւ հա ճանապարհը սկսում ենք մտքից, հետո դիզայնից, հետո արդեն տալիս ենք եռաչափ մոդելավորման եւ ստանում ենք զարդը։ Ստեղծագործական թիմի մասին խոսենք, որովհետեւ կարծում եմ միտքն էլ գեներացնելու համար թիմն էլ պետք է ունենա ստեղծագործ միտք, ովքեր են ձեր թեմակիցները եւ ինչպես եք աշխատում միասին։ Թիմակիցները երևի ավելի շատ բողոքում են իմ ստեղծագործական մտքից, քանի որ երբեմն զարդերը բարդ դիզայն են ունենում կամ ոչ գոհացնող են լինում եւ պատահում է, որ մի քանի փորձից ենք անում, բայց շատ շնորհակալ եմ, որ եւ համբերատար են եւ օգնող եւ կարեւորը այստեղ այն է, որ ես իրենց մոտ մուտք եմ գործել այս շուկա ոչ մասնագետ, ես մասնագիտական որևէ գիտելիք չեմ ունեցել եւ իրենց աջակցությամբ է, որ հիմա շատ ավելի մոտ եմ ոչ միայն արտ մասին, այլ նաեւ ոսկերչագործությանը։ Արտ մասը մի փոքր բացենք նաեւ ճակերտները ինչ է իրենից ենթադրում, հա կառավարման հենց այդ հատվածը ինչով է հիմնական զբաղվում եւ ինչ է ասել արտ տնօրեն, ինչպես որ ես ձեզ ներկայացրի։ Հիմնականում գալիս է, թե ինչ գաղափար պետք է ունենանք զարդը ստեղծելիս, նաև քանի որ մեզ մոտ Էպիգեն հնարավորություն է տալիս ստեղծելու անհատական զարդեր, նաև ուղղորդումն է մարդկանց ստեղծել իրենց յուրօրինակ ոճը զարդերի մեջ։ Այո։
Եվ այդպես երբ ստեղծվում է այդ process-ը շատ գեղեցիկ եւ յուրօրինակ է եւ առավել հաճույքով են գրում մարդիկ իրենց ստեղծագործությունները, քան գնում են։ Այո, ես դա ձեր աչքերի փայլից նկատեցի, որ դա իսկապես այդպես է, անհատականը հենց քոնն է, քո սեփականն է եւ ոչ ոք դրանից չի կրում։ Այ հետաքրքիր է ինչ մտքերով են գալիս ձեզ մոտ եւ միտքը ինչպես է հաճախորդի դառնում իրականություն արդեն ձեր օգնությամբ։ Ի սկզբանե հիմքում դրված էր, որ որևէ պատճենում չի անելու էպիգեն, այսինքն ստեղծագործ է լինելու։ Եվ երբ գալիս են, մենք հաշվի ենք առնում ճաշակը եւ նախասիրությունը, արդյոք ոսկին են նախընտրում առավել շատ լինի, թե որևէ բնական քար կամ բնական քարը կապում ենք ինչ-որ, չգիտեմ, սիմվոլիկայի հետ, այդպես։ Եվ կարծում եմ այնից ստեղծվում է նաև կրողի բնավորությունն է արտահայտում, որովհետև զարդերը սիմվոլ են խոսելու մարդու մասին եւ մարդու բնավորության մասին եւ ձեր զարդերին նայելով մի քիչ կարելի է պատկերացում կազմել, թե դուք ինչպիսին եք, այո, կարծում եմ դա էլ եք փորձում արտահայտել։ Էպիգեյ կրողներն ովքեր են առհասարակ եւ ինչ ոչ են հիմնականում սիրում, որովհետև բացի մինիմալից դուք նշեցիք, որ հիմա նաև այլ ոճերով եք փորձում ստեղծագործել զարդի մեջ, ովքեր են այդ կրողները։ Շատ հետաքրքիր բան ասացիք, ես հիշեցի մեր մարքեթինգի թիմի ղեկավարին Սալոմեին, ինքը մի շատ հետաքրքիր ածական է հնարել, որ ասում է էպիգեոտ է, ու ինչ որ գեղեցիկ էստետիկ բան է, տեսնում ասում է էպիգեոտ է, այդ բնավորություն ունեցող բան է, որ մեր զարդեր կրողները հիմնականում էլեգանտ ոճը նախընտրող մարդիկ են, այսինքն մարդիկ, ովքեր նախընտրում են ոչ թե այն, ինչը կարճաժամկետ թրենդային է դառնում, այլ այն, ինչը արժեք է իր մեջ ներառում, այն, ինչը անհատական հենց իրենցն է, իրենց բնորոշող է, սկսում են կրել հավերժ կարծում եմ։ Այստեղ ոսկին էլ, բացի ոսկուց կան այլ մետաղներ, որ նախընտրում են եւ արդյոք էպիգեն միայն արտադրվում է ոսկու տեսքով։ Այո, էպիգեն միայն ոսկյա զարդերի արտադրությամբ։ Այո, եւ կարծում եմ պահանջարկն էլ շատ կա հիմա նամանավանդ ոսկյա զարդերը այսպես թրենդային են դարձել եւ այնինչ շատ յուրահատուկ է, իսկապես պահանջարկ ստեղծում է իր շուրջ։ Այսօր դաշտում շատ են զարդեր ստեղծող ընկերություններ, ու ցավոք սրտի կրկնօրինակում են մեկը մյուսին եւ ոչ ոք չի կարող իրեն այսպես ձերբազատել դրանից, այ էպիգեն ինչ քայլեր է ձեռնարկում, որպեսզի ստեղծվածը, որը որ դուրս է գալիս շուկա, չկրկնօրինակվի, չպատճենահանվի եւ նույնը չլինի, որպեսզի կրեն ավելի ենթադրենք մատչելի արժեքով։ Նման ճիշտն ասած դեպքեր դեռ չի կարծում։ Դեպք չի եղել, կարծում եմ, որովհետեւ շատ տարածվածություն չունի էպիգեն դեռ, բայց ինձ համար սա որևէ խնդիր չէ հանդիսանում, որովհետեւ ինձ համար էպիգեյի տեսլականը չի կայանում շատ հետևորդ ունենալը կամ տարածված լինելը, չէ, սա առավել խորհուրդը կրում է հայկականին դեպի գնալու եւ կրելու այն, ինչ էլեգանտ է եւ բարձրաճաշակ է։ Քանի որ զարդերի տեսքով հայկական ճարտարապետությունն ու հայկական պատմությունն է արտահայտվում, հետաքրքիր է կան օտարերկրացիներ, որ դարձյալ նախընտրում են էպիգե եւ կրում են ինչ որ չափով զարդերի տեսքով նաեւ հայկական պատմությունը։ Վերջիվերջո անուններ ինչպես բացահայտեցինք հայկական է։ Քանի որ հիմա Հայաստանում շատ գտնվում են Ուկրաինայից եւ Ռուսաստանից եկած մարդիկ, հա, իրենց կողմից հետաքրքրվածություն կա։ Այո, հետաքրքիր է, որ նաև այս զարդերի միջոցով դուք փոխանցում եք այդ պատմությունը եւ սա հետաքրքիր միջոց է ծանոթացնելու այն պատմությանը, որը որ իսկապես դարերից է գալիս եւ շատ հին է։ Քանի որ խոսեցիք ձեր սկզբում խոսքի ցուցադրության, եկող ցուցադրության մասին, մի փոքր բացեք մանրամասները, երբ է տեղի ունենալու, որտեղ ու ինչ նորություններով է հանդես գալու այստեղ արդեն էպիգեն։ Այս հավաքածուն լիովին տարբերվում է առաջին հավաքածուից, սակայն պահպանում է այն ձեռագիրը, որ զարդերը մինիմալիստական ոճի են։ Հիմնականում այս հավաքածուում գերակշռում է ոչ թե քարը, այլ մետաղը, եւ ես վերցրել եմ նեղուցի վանքի այդ ավերված գմբեթի հատվածի զարդանախշը եւ այն դարձրել նոր կյանքով լցված հայկական ստեղծագործություն։ Ցուցադրությունը տեղի ունենալու մայիսի 24-ին,
Ռուբինյանց 25 հասցեում գտնվող մեր ցուցասրահում, ցուցասրահը նոր պետք է բացվի։ Մենք 2 տարի է գործում էինք, սակայն on-line հարթակում էինք, այո։ Հիմա արդեն մայիսի 24-ի փակ ցուցադրությունից հետո ցանկացողները կարող են գալ եւ ծանոթանալ Էպիկեի գործունեությանը։ Այո, եւ այս դեպքում ցուցադրությունը ցուցասրահը, որը որ կլինի, հետո նաեւ ավելի հեշտ հաճախորդները կգան, կտեսնեն այն ինչը որ երբեմն on-line տարբերակով դժվար է պատկերացնել։ Քանի որ արդեն 2-3 տարվա գործունեություն է ծավալում, հետագան ինչպիսին պիտի լինի Էպիկեի եւ ինչպես եք պատկերացնում, ենթադրենք 2-3 տարի հետո ապրանքանիշի կյանքը։ Շատ հետաքրքիր հարց էր, ճիշտ ասած, ու որ ինձ ասում են ոնց եղավ, որ այս երկրորդ հավաքածուն նման կերպ տարբերվեց, քանի որ ես ինքս անկանխատեսելի եմ, կարծում եմ, որ դեռ գաղափար չունեմ, թե ինչպես եմ ստեղծագործելու, այսինքն ինչ միտք կունենամ, ինչից կմոտիվացնեմ հաջորդ հավաքածուն ստեղծելու համար։ Բայց անպայման լինելու է։ Հա, իհարկե լինելու է եւ նպատակն է, որ հայկական ոսկեգործությունը ներկայացնել դրսում։ Եվ այն միտքը, որ մենք ունեցել ենք դեռ, այն ես նշեցի Ուրարտական դարաշրջանից ոսկյաթագեր, կենդանիների սիմվոլիկայով զարդեր, ճարմաններ, գոտիներ, այդ դա ցույց տալ, որ այն օրինակ ինչ 1914-ականներին օրինակ Կարտիեն բերել էր Պանտեր իր մոդելը, մենք դա ունեցել ենք 8-9-րդ դարում առյուծի, արծվի, աղավնու եւ այլ կենդանիների տեսքով։ Այո, շատ հետաքրքիր է, այսպես դուք խոսում եք ոսկյա զարդերի ապրանքանիշի մասին, բայց պատմում եք հայոց պատմության մասին եւ այսպես հետաքրքիր զուգահեռներ եք անցկացնում։ Այն վայրերը, որոնց շուրջ որ ստեղծվում են զարդերը, հետաքրքիր է, դուք այցելում եք, դա տեսնում եք եւ դա մնում է ձեր հիշողության մեջ, հետո արտացոլվում է զարդի տեսքով։ Մի քիչ այդ process-ի մասին պատմեք, որովհետեւ իսկապես շատ հետաքրքիր է։ Մի բան պատմում, ուրեմն երբ ցույց տվեցի զարդերի հավաքածուն իմ ընկերներից մեկին եւ ցույց տվեցի վանքի լուսանկարները, իր աչքը չտեսավ, թե որտեղից եմ ես դա վերցրել։ Այսինքն ես կարող եմ մի դետալ տեսնեմ եւ դրա շուրջ կարողանամ ստեղծագործել։ Եվ հետո երբ ցույց եմ տալիս, նոր գլխի են ընկնում, թե ինչի մասն է խոսքը։ Այսինքն այսպես դետալային ուշադրությամբ այն ամեն ինչ որ տեսնում եք մնում ձեր մտքում եւ հանկարծ դրանք ոսկյա զարդերի տեսքով ի հայտ են գալիս։ Ովքեր են այն մարդիկ, ովքեր որ առաջինն են տեսնում զարդը, հետո նոր տեսնում է ձեր սպառողը եւ հաճախորդը եւ արդյոք ունեք ձեր կողքին քննադատներ, մարդիկ, ովքեր որ այսպես այդ ճանապարհին օգնում են ձեզ քննադատության տեսքով, որտեղ առողջ քննադատությունը շատ կարևոր է։ Հիմնականում առաջնայինը զարդերը ցուցադրում եմ այն մարդկանց, ովքեր եւ ունեն մասնագիտական գիտելիքներ եւ շատ վստահելի են ինձ համար, ում կարծիքը շատ որոշիչ է։ Հիմնականում իրենք են լինում եւ շատ խիստ հարազատ մարդիկ ինձ։ Այո։ Ում կարծիքը իրապես կարևոր է ինձ համար, բայց ես ունեմ մի համառություն, որ եթե ես դա սիրում եմ եւ անգամ ոչ մեկ դա չհավանի, ես դա ունում եմ։ Այո, եւ երևի զարդերի տեսքով էլ այդ համառությունը արտահայտվում է այս դեպքում Սոնա։ Հետաքրքիր նման ապրանքանիշներն ու առհասարակ այն ինչ որ ստեղծվում է մասնագիտությունից դուրս, ինչ որ երազանք է իր մեջ պարունակում։ Արդյոք սրա մեջ կա թեկուզ մանկական կամ պատանեկան տարիներին ինչ որ ցանկություն, որը որ արդեն երիտասարդ տարիքում իրագործվեց։ Մտածել եք սրա մասին նախկին, թե այսպես պորտկում էր ինչ որ պահի։ Ես չեմ պատկերացրել, որ հնարավոր է նախ առաջինը բիզնես հարթակում ես լինեմ, որովհետև իմ էությանը մի քիչ մոտ չէ դա, եւ հիմա էլ ինձ ճանաչող մարդիկ շատ լավ հասկանում են, որ այս բիզնեսը, որը ես անում եմ, նաեւ շատ մեծ գաղափարի շուրջ է, բացի մշակույթի պահպանությունը, նաեւ մի բաղադրիչ կա, որ շահույթից եկած մասնաբաժինը գնում է բարեգործության եւ այդ բարեգործությունը կրթության ոլորտին է ուղղված։ Մենք մեր տուն հասարակական կազմակերպության հետ արդեն 2 տարի է անցկացնում ենք կրթական ծրագրեր, որոնց մասնակցում են այն խավի ներկայացուցիչները, ովքեր հնարավորություն չունեն այս նոր մասնագիտություններին հմտանալու։ Եվ ամբողջ հասույթը ուղղվում է դրան։
Հասույթից մասնաբաժինը անպայման ուղղվում է կրթական ծրագրի կազմակերպմանը։ Կրթական ծրագիրը ունի նույն 2-3 տարվա պատմություն, ինչ Էպիգեն, այսինքն զուգահեռաբար է ստեղծվել, թե ժամանակի ընթացքում մի փոքր ավելի ուշ է ստեղծվել, մոտ անցկացրել ենք 5-6 սեմինարներ արդեն, եւ ես հուսով եմ, որ այս ցուցադրությունը, որը նախատեսում ենք նույնպես ունենա բարեգործական բաղադրիչ, կշահագրգռի մարդկանց գնել զարդերը եւ օգնել մարդկանց բարելավելու կրթության որակը։ Իսկապես շատ հաճելի է լսել, որովհետեւ մի կողմից զարկեք տալիս պատմության են խորքերում ինչ որ դետալների վերակենդանացմանը, դա ներկայացնում եք ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Հայաստանի սահմաններից դուրս եւ նաեւ սա կրթական նախաձեռնություն է իրենից ենթադրում եւ իսկապես այն նպատակները, որոնք որ ձեր առաջ դրել եք, թող Հայաստանի սահմաններից դուրս գան, որովհետեւ ինչքան շատ մարդ իմանա, այնքան լավ կարծում եմ այս դեպքում։ Շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար։ Մայիսի 24-ին եւս մեկ անգամ հիշեցնենք մեր հեռուստադիտողին, որ Էպիգե ոսկյա զարդերի ապրանքանիշը կունենա նոր ցուցադրություն եւ իսկապես նրանք, ովքեր որ սիրում են ճաշակ, մանավանդ մինիմալիստական ոչ, կարող են ներկա գտնվել եւ մենակ հիանալը կարծում եմ այս դեպքում բավարար է, որովհետեւ իսկապես շատ գեղեցիկ են։ Դարձյալ շնորհակալ եմ շատ Սոնա հարցազրույցի համար։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ Էպիգեն բացահայտելու։ Այո, ինձ համար եւս շատ հետաքրքիր բացահայտում էր եւ կարծում եմ նաեւ հեռուստադիտողի։ Հարգելի հեռուստադիտող, հիշեցնեմ, որ ուղիղ եթերը մեզ համար ապահովեց Arpinet ընկերությունը։ Ես ձեզ այսօր հրաժեշտ եմ տալիս, տաղավարում Անահիտ Ղազարյանը ձեզ համար աշխատեց։ Ճիշտ 1 շաբաթից նորից հանդիպելու ենք նույն վայրում եւ նույն ժամին։ Մնացեք հաջողությամբ։